Արցախի մշտական ներկայացուցչության առջև հրավիրված հավաքը սկսվել է լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով ու նրանց հասցեին անհիմն մեղադրանքներով։ Ոչ կոռեկտ վարքագիծը կազմակերպիչները շարունակել են հավաքի ամբողջ ընթացքում։ Մեր մոտ այն տպավորությունն է, որ դուք եք ինչ որտեղից ֆինանսավորվող բաներ, լրատվականներ, որ եկել եք Էլիզուրուց ուզում եք տանեք ձեր ինչ որ մի ուրիշ դաս։ Մի արեք ստե ժողովրդի։ Հիմա ձեր հարցերին ես կոնկրետ պատասխան եմ տալի, մի վարքյան։ Սա ժեստ է ուղղակի, սա մատ չենք տալի։ Հավաքի մասնակիցները մի քանի պահանջով են հասել Արցախի մշտական ներկայացուցչություն։ Նախ ուզում են, որ Արցախի իշխանությունները քայլեր ձեռնարկեն վերադարձնելու Արցախի ժողովրդից թալանածը, բայց ձեռնպահ են մնում անուններ հրապարակելուց։ Հետո էլ ասում են, որ Արցախի նախագահը պետք է տեր կանգնի արցախցիներին։ 48 անուն ազգանունը հատ չեմ հիշում, խոշոր բաներ մի վարքյան, չհիշում եմ, չեմ ասելու։ Կազմակերպիչները հրաժարվել են փոքր խմբով ներս մտնել և ներկայացնել պահանջները։ Արցախի խորհրդարանի պատգամավոր Աշոտ Դանիելյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ երկար բանակցություններից հետո որոշվել է, որ հավաքի մասնակիցներից 10 հոգի ներկայացուցչության շենքի բակում մտահոգիչ հարցերը ներկայացնեն Արցախի նախագահին։ Առաջարկը սկզբից ընդունել են, հետո նորից հրաժարվել պայմանավորվածությունից։ Այնուամենայնիվ Սամվել Շահրամանյանը լսել է նրանց։ Եթե ձեր ակցիան իրականում ունի նպատակ վերադարձնելու այդ ալանը, ես ողջունում եմ այս ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մի րոպե նահապետ, ես ուրախ եմ նման նախաձեռնությանը, ես էլ եմ կողմ, որ այդ ալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին։ Եվ այդ նպատակով 23 թվականի նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գործություն է գրվել Հայաստանի Հանրապետության դատախազ Տիկին Վարդապետյանի։ Դրա հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում։ Դարպասների մյուս կողմից հարցեր տալը հավաքի կազմակերպիչների ընտրությունն է։ Նախագահ Շահրամանյանը համաձայն չէ այն կարծիքին, որ Արցախի իշխանությունների կողմից ոչինչ չի արվում։ Նախաձեռնողները հնարավորություն են ունեցել հանդիպելու իր հետ, երբ ցանկացել են։ Տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է Հայաստանի կառավարությունը։ Մենք որևիցե հնարավորություն ազդելու այդ որոշումների վրա մշակելու, հաստատելու չունենք։ Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ծայրահեղ ծանր։ Եվ դադարեցնելով այս 50,000-ականները նաև հայտնվելով են փողոցներում։ Այդ նպատակով նաև մենք համագործակցում ենք վերջի հանրահավաքի ընթացքում լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանելու այդ ստեղծված խմբի հետ։ Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել և կոորդինացնում ենք մեր աշխատանքները։ Սպասել մեզանից, որ մենք կարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարությունում ձևավորել որոշումներից, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում։ Այնուհետև նորից թալանի մասին է շարունակվել հարց ու պատասխանը։ Անուններ չի հրապարակում Սամվել Շահրամանյանը, թողնում է, որ ներդրումային հիմնադրամից ստացված փոխառությունների մասին խոսեն դրանք իրացնողները։ Ներդրումային հիմնադրամի գումարների համար պայքարողների մի մասը այստեղ հավաքին կարող $5 միլիոն պարկ ունենանք։ Ես ուզում չեմ մանրամասը անդրադառնալ, բայց դուք իմացիք։ Եվ եթե խոսում եք թալանի մասին, հենց դուք պիտի լինիք արդար։ Ես դրա կողմնակից եմ։ Որ ասում եք ստեղ հավաքվածների, չգիտեմ ում գումարային $5 միլիոն, հավատացեք հիմնադրամում այնպիսի գումարներ է յուրացվել, որ $5 միլիոն ես քանի մեջի բաժանած, սովորական մարդիկ են երևի մեկը մի 5 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ վարկա վերցրել։ Յուրը, ունենալով 46 միլիոն պարկ, դու 1000 դրամ չես պակավ։ Եկած տեղ մեկ մստած, հիմնադրամի թալանը գետում բերում, ուղս ես բերում, կեզ տրամադրալը Հարայիկ Հարությունյան հետ գումարները, բայց դու իրան դեմենիսլա գործուներիս, հիմա դե ասեցս եմ տուհուս։ Ներդրումային հիմնադրամի փոխառուների ցուցակների հրապարակումը կարող է հակասել անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքին կամ վնասել նախաքննությանը, նշել է Սամվել Շահրամանյանը։ Եթե չլինի նման խնդիր, Արցախի կառավարությունը պատրաստ է այդ ցուցակները տրամադրել հավաքի կազմակերպիչներին։ Ժողովրդի կողմից, ասես քան հավաքված մարդկանց կողմից
առաջադրում եք մի հատ առաջարկություն եք քեզանով, Արցախի տեղեկատվական շտաբը մինչև 2:30 խնդրեմ ու պահանջ։ Հրապարակումը ինչ նյութեր եք տուալ հնչական են, հրապարակումը ինչ նյութեր դուք գիտում եք։ Երկուշաբթի օրը հավաքի մասնակիցներին կընդունի նախագահ Շահրամանյանը, կլսի նրանց պահանջներն ու կմիջնորդի, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունում ընդունեն նրանց, պատասխանեն հուզող հարցերին։ Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել Արցախի նախագահը։ Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական։ Ձեզ էլ է մեղադրում ուղիղ։ Ինձ կարծիքով դուք եք թալանել։ Ինձ մոտ եկած այդ մարդիկ որևիցե մեղադրանք իմ ուղղությամբ չեն հնչեցրել եւ նաեւ օգտվելով այս հարցից, որ դուք տվել եք, ուզում եմ դիմել նաեւ մեր ժողովրդին, որպեսզի ճշմարտությունը իմանան, տարբեր քննարկումներ ա գնում, որ Արցախի նախագահան ապրում է դղյակներում, չգիտեմ, ունի բիզնեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապարավկաներ ա ձեռք բերել, այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես Երևան քաղաքում ապրում եմ 12 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քառակուսի մետրանոց, 2 սենյականոց բնակարանում իմ 5 հոգանոց ընտանիքով։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ Արցախի իշխանությունները որևէ կապ չունեն։ Ճնշում չկա, բայց խնդիրների լուծման հարցում նաև բանակցություններ չկան։ Բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևիցե առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Այսինքն ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել, բոլոր խնդիրները սոցիալական ունեն իրենց լուծումները եւ մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը եւ այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա ընդունելի է։ Վերադարձի իրավունքն օրակարգում պահելու հետագա բանակցությունների համար կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ Արցախի իշխանությունները Հայաստանի Հանրապետությունում իշխանություն լինել չեն կարող, շեշտել է նախագահ Սամվել Շահրամանյանը։ Վտարանդի կառավարություն լինել կարող են։